Մասին հարցազրույցներ։ Կարող ձեզանից սկսենք, հետո նորից եք։ Իշքան մի փոքր, ասեք էլի։ Պարոն Մալյան, Օրեր առաջ արձագանք եղավ, ասեցին անլրջացնում եք գործընթացը եւ հետո ինչ սպասելիքներ ունեք սեփական օրակարգով խորհրդային եկած ընդդիմությունից եւ ինչ եք ուզում մարդկանց օրակարգը փոխեք, իրենք սեփական օրակարգ ունեն։ Անլրջացնում ենք ինչը լուրջ ինչ-որ գործընթաց է, այսպես կողմ կտրից կա։ Մալյան առաջ կգա։ Այստեղ կամ լավա, սենց եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, իմ համար անկեղծ ասած անտեսանել է այդ գործընթացը, ես գործընթացներից մենակ վերջերս տեսա, որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր էին անում, այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում։ Եթե այդ գործընթացը նկատի ունեք, որ մենք այդ գործընթացը իրենց շեղում, ապա միգուցե ցանկացած մարդ, ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին, իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ, ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Երրորդ մարդ չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդ, պատիվ ունեմ կողմը։ Չգիտեմ, տեղյակ չեմ, բայց ես դեմ արտահայտվողների մասին, տեղյակ եմ դրա մասին եմ ասում։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման ենթարկել որևիցե փաստարկով։ Իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանապողություն Հայաստանում գոյություն չունի։ Եթե չմիանա եւ վերջացնեմ նախադասությունը, իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների ու իր ամբողջ ազգային ժողովի պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է, որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է իրարի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ինչը ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ չունի, այսինքն ինքը չի կարող։ Ինչով եք վստահ որ ԿՊ-ն կմիանա, պարոն Մալյան։ Ու նաև ձեր հարցին, նախորդ հարցին, որ Էդգար Ղազարյանին տվեցիք, Էդգար Ղազարյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան ունեմ։ Դուք ասեցիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական պատգամավորները, կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՓՇ շարժման ժամանակաշրջանից եւ դեռ ինչու՞ չէ վերջերս, իմպիչմենտի գործընթացին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական պատգամավորներ եւս եղել են։ Չեմ ասի, հեսա կասում, մի վարկեմ։ Ոչ, իրա մասին չի խոսքը։ Այո։ Հիմա այդ մասին, քանի որ ես եմ տեղյակ, ես այդ տեսանկյունից պատասխանեմ։ Օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ԿՊ-ական պատգամավոր, ով որ իմ միջոցով փորձել է բանակցի ընդդիմության հետ, որ հետևյալ օրակարգով ընդ որում պարզ ասում եմ ձեզ, որ իր ազգային ժողովի պատգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է, այդ աշխատավարձը հաշվենք, մի հատ մեքենաս գտնենք, որ իրան կվճարի, ինքը պատրաստ է նույնիսկ գա, ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա, ժողովրդին էլ միան ամեն ինչի պատրաստ է։ Այդ եղել է ՀՊՇ ժամանակ, որպեսզի չխառնենք իրար։ Փողի դիմաց, այսինքն պատրաստ։ Այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում, օրինակ, մի մարդ տենց է արել։ ՀՊ խմբակցության մի վարկյան, այո, այդ ժամանակ պատգամավոր։ Հիմա մի վարկյան սպասեք, ժողովուրդ, սպասեք, հիմա ասում։ ՀՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն, կարծում եմ նոր բան չեմ ասում։ Այսինքն չկա մի մարդ, որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այդտեղ պատգամավոր եմ աշխատում, թույլտվություն եմ ուտում։ Այդ երկու գործոններն են վախը եւ շահը։ Հնարավոր է, իրանք վախենում են Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ հակառակ կողմից, ընդդիմադիր դաշտից, այդ թվում նաեւ իմ կողմից, ես էլ եմ ընդդիմադիր դաշտից, վախենալու ոչ մի բան չկա։
Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ, պահում է իրանց իր ազդեցության տակ այդ հիմա չկան այդ մարդիկ, չկա այդ քաղաքական ուժը, որը իրանց կազատագրի այդ վախից։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ լինի համաժողովրդական, համազգային, այսպես շարժում իմպիչմենտին աջակցող, որը պարտադիր պայման է իմպիչմենտի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չեն, հա, հասկանում եք ինչը։ Այդ ժամանակ իրանք կձերբազատվելով իրանց վախից գան կմիանան եւ մի հատ էլ մի վարքյան վաճեմ կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաեւ ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետքա մեզ բացատրեն, արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում, այս բաց հարցի։ Մենք այդ ամեն ինչ կիմանանք, այդ հողներ ԿՊԱ-ական падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին պարզեցիք, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ 5 տարին կլեր։ Հայաստան դաշինքի դեմ է, որովհետև իշխան Սաղաթելյան ինձ հետ հարցազրույցում ասաց, որ ներողություն ավարտեմ, ասաց, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասաց, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, իմպիչմենտին։ Թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ, եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետք է հետևեն, չէ՞, որոշակի ինչ-որ այլ գործընթացներ պետք է տեղ ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթուր ենք շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ Հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, սրանք, այսպես ասած, կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց, սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն կամ միգուցե իրանք ասեն, չգիտեմ, չենք միանում, բայց այնուամենայնիվ հանրային ճնշում պետք չի այս գործընթացը նաև տրամաբանական ավարտին հասցնելու, այսինքն որպեսզի նաև ԿՊԱ-ականները, հա, այդ թվում եւ ընդդիմադիրների մասով դուք ունեք հստակ բան, որ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող падգամավորները նախ կմիանան ձեր նախաձեռնությանը, որը ի վերջո բավարար կլինի, որպեսզի մտնի օրակարգ, հետո նոր արդեն ճնշում լինի փողոցային պայքարով, հա, այդ ձեր ասած Արթուն ենք շարժումը փողոցային պայքար սկսելու է այս գործընթացին զուգահեռ։ Պատասխանելով ձեր հարցին, օրակարգը հետևյալն է, քայլերի հերթականությունը հետևյալն է։ Այսօր հանձնում ենք առաջարկ, որպեսզի падգամավորները, այսպես ասած, իրար գան, շարժվեն տեղից, վերջապես ինչ-որ իրանց սահմանադրական հոդվածներով պարտականությունն է իրանց սկսեն իրականացնել։ Այդ թվում նաև լրիվ ամբողջությամբ ազատ ենք թողել վարչապետի թեկնածուի հարցում, մի վարքյան պատասխանում եմ Փայլակի հարցին։ Վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի տեխնացուին առանց որևիցե վերապահման մի վարքյան բան չեմ անում եթե իրանք չեն ուզենա տեղից շարժվել մենք այդ կանխավարկածով իհարկե չենք առաջնորդում բայց եթե չեն ուզենա այդ ժամանակ ինձ թվում է հանրությունը պետքա իրավիճակը վերցնի իր ձեռքին արդեն այդ ձեր տված հարցին ով է վարչապետի տեխնացուն մենք կգեներացնենք վարչապետի տեխնացու, կգանք եւ իրանցից միայն կուզենք իրանց ստորագրությունը։ Բա այդ կոնսուլտացիաները հենց այդ նպատակով ենք նախաձեռնում, վայջան։ Ոչ, որովհետեւ բացատրում եմ։ Ոչ, որովհետեւ իմ նշած մարդիկ եւ քաղաքական մնացած դերակատարները ըստ էության ոչ բոլորն են, որ ազգային ժողովում նախ ներկայացվածություն ունեն, բայց քաղաքական դաշտում ունեն լուրջ ազդեցություն։ Այս պահի դրությամբ
այս մինչև այս պահը նամակները հանձնելը խնդիրը այս պատերի ներսա։ Սրանից հետո արդեն խնդիրը տեղափոխվել է ամբողջ քաղաքական դաշտ։ Այո։ Պետք է չէ, մենք նախաձեռնենք հիմա հնարավոր է ինչ որ ուժեր ձեզ տալ համոզեն եւ հետ կանգնեք այս գործընթացից մեկ եւ երկրորդ հարցից, որովհետեւ շատ են հնարավոր հերթ չհասնի։ Ասում եք վախեցած են ԿՊ-ականները, մոտավորապես հաշվարկ ունեք, քանի պատգամավոր են ԿՊ-ից վախեցած եւ քանիսը կմիանան են վախեցածներից։ հնարավոր է մեզ համոզեն թե չէ, այո հնարավոր է։ Եթե այլ որ մեկը արգումենտ բերի, փաստակ բերի, խելամիտ, թող մենք բան չենք խելար չենք, ասում ենք ոտներս դրել ենք մի կոշիկի մեջ, ասում ենք չէ, սենց պետք է լինի։ Մինչև այս պահը ոչ մեկ, որևիցե մեկը, որևիցե արգումենտ, որևիցե փաստարկ, բովանդակային առարկություն չի կարողացել ներկայացնել։ Եթե այս պահից սկսած ինչ որ մեկը այդ փաստարկը կներկայացնի, մենք եթե կբացատրի, որ սխալ է, մենք իհարկե ինչի պետք է բան անենք։ Ես կարող եմ 26 թվականին ընտրություններ են լինելու եւ ժամանակ է։ Լուրջ եք ասում։ Չէ։ 26 թվականին ընտրություն։ Այսինքն ես չգիտեի, ինձ պետք է որ մեկը ասի։ Որպես փաստարկ եմ։ Եթե տես փաստարկ լինի։ Այսինքն ինչ որ մեկը ինձ որպես փաստարկ պետք է ներկայացնի օրացույցի հաջորդ տարվա ամսաթիվը, որը ես իրանցից լավ գիտեմ։ Թող փոխեն, ինձ թվում է չի խանգարում։ Գուցե այս նախաձեռնությունը ավելի շուտ լիներ, խոսքը դրա մասին։ Թող ես ավելի շուտ բանտում էի։ Դուք նոր եմ դուս եկել։ Ասեք։ Երկրորդը ԿՊ-ականները վախեցած են, ես նման բան չեմ ասել, ԿՊ-ականները բացարձակ վախեցած չեն այս պահին, որովհետև վախենալու ոչ մի բան չունեն։ Հա, Փաշինյանից վախեցած են, այո, վախի շուտ։ Ինձ թվում է ես ասեցի երկու գործոն կա, որով Փաշինյանը ԿՊ-ական падգամավորին պահում է ազգային ժողովի շենքում։ Դա շահն է ու վախը, տարբեր կոմբինացիաներով։ Մեկի մոտ մեկին համ շահով, համ վախով ապահովում, մեկին վախով, մեկին մենակ շահով։ Բայց ընդհանուր առմամբ գաղափարական չի իրանց միավորումը։ Ես կուզենամ տեսնեմ այն ԿՊ-ական падգամավորին, Զարուհի ջան, ով որ Զարրոձին ու զա Ստալինու դեմքով, զա Նիկոլա Փաշինյանու դեմքով, կասի ես պատրաստ եմ մեռնել գաղափար հանուն այդ գաղափարի։ Չկա այդ գաղափարը, մենք այդ լավ գիտենք։ Մենք լավ գիտենք այդ մարդիկ ինչի համար են այստեղ, չէ՞ հավաքված։ Հիմա եթե հավաքված են, չէ, վայ ջան, աղջիկը լիքը սպասում է, քեզ առանձին ուզում ես հարցը։ Չէ, թողա, թողիկ Նախ ես ոնց հասկացա, որոշման նախագիծ պետք է լինի, վարչապետին ամսթայություն հայտնել։ Պարոն Էդգար Ղազարյանն է հարցը։ Այսինքն իրավական մասերը Բոլոր հարցերով նախաձեռնության լոկոմոտիվը նախ առաջին Էդգար Ղազարյանի խոսքն եմ ես լսել իմպիչմենտի մասին, գուգլել եմ, փաստարկները նայել եմ, հասկացել եմ, որ շատ տրամաբանված, փաստարկված բան է ասում մարդը, ես էլ ոգևորվել եմ այդ գաղափարով, եկել եմ հիմա այստեղ կանգնած եմ, ամբողջական առումով իմպիչմենտի բոլոր մանրամասների առումով, խնդրեմ պարոն Ղազարյանին։ Վարչապետի տեխնացուի մասով ես ոնց հասկացա, դուք ընդդիմադիր դաշտին որևէ այսպես առաջարկ եւ այլն չկա, դուք այս պահին չկա, առայժմ չկա։ Դուք ուղղակի ուզում եք, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը Դա նախաձեռնեն կներեք, առաջի գիշերվա իրավունքը վարչապետի տեխնացուի պատկանում է падգամավորներին մեծ առումով, ընդդիմադիր падգամավորներից մեր ակնկալիքները շատ ավելի կոնկրետ են, չէ՞, որտեղ իրանք 21 թվին եկան մեզ ասեցին, մեզ ձայն տվեք, մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին հանենք։ Հիմա ձայն ենք տվել, ես անձամբ քվեարկել եմ, քարոզել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Հիմա եկել եմ ասում եմ, ընկեր 4 տարի անցել, դու մենակ մի բան կարող էիր անել, մի բան, ուրիշ բան չէր կարող падգամավորել։ Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, մինչև հիմա չես արել։ Լավ, թողում եք մի կողմ մինչև հիմա չես արել, բա հիմա ինչի չես անում։ Ում եք ասել են դաշինքի, որին ձայն եք տվել։ Դա առաջին հերթին իհարկե դաշինքի։ Իմ ընտանիքում ձայները տարբեր ձև են բաշխած եղել։ Ես քվեարկել եմ պատիվ ունեմ դաշինքին, հայրս քվեարկել է Հայաստան դաշինքին, բայց ես թե երկուսի քարոզչական միջոցառումներին ակտիվ մասնակցել եմ, Facebook-ում մինչեւան նկարները կա դրա։ Այս 4 տարվա ընթացքում այդ ձեր ասած երկու դաշինքները միասին անգամ մի արդեն վատ է հնչում միասին, որտեղ միասին չեն եղել իրար երբեք։ Չէ, երկուսի հետ ինչ որ հարցեր շուրջ միասնաբար հանդես են եկել, չէ՞, քննարկել են, քվեարկել են։ Այդ մարդիկ անգամ մի հասարակ նախագիծ չեն կարողացել անցկացնել, որ մնաց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ իր կյանքի կողմից։ Էդգար Ղազարյանը քիչ առաջ ասեց, մի падգամավորի, ընդամենը մեկ падգամավորի ստորագրությունը հերիք է, որպեսզի այդ գործընթացը, այսպես ասած, պուսկը տանք։ Հիմա այդ մեկ падգամավորի վերջացնենք, այ ջան, իհարկե արդյունքի համար ենք աշխատում։ Մենք հո բան չենք